Պարոն Ղազարյան, տեղեկացանք, որ Պարոն Ղազարյան, տեղեկացանք, որ 2024 թվականին հարց տալիս եմ, էլի 2024 թվականին ասում են այդ արգելքը հանվել է եւ նորից որոշել են հետ ընդունել, համենայն դեպս կենտրոնական դրական հանձնաժողովն է այդ որոշումը կայացրել, ասում են առանց քաղաքացիությունների հետ խորհրդակցելու եւ փաստացի դա եղել է անձնանունների արգելումը։ Միայն 2024-ի դեկտեմբերին են որոշել արգելքը հանել, այսպիսի արձանագրումներ էին եղել։ Եթե նման արգելք եղել է, ապա դա ասեմ ձեզ բերեք փաստեր ֆիքսենք, դա ասեմ ձեզ որ մինչև հիմա մասնավորապես տեղական ընտրությունների անձնանունների գործածության բազմաթիվ դեպքեր են եղել, բազմաթիվ դաշինքներ են եղել, որ ընտրական գործընթացի մասնակցել են եւ որևէ խնդիր չի եղել։ Սա մեկ։ Երկրորդը անձնանունների հետ կապված կան նաև վիճելի որոշակի դրույթներ, որովհետև երբեմն որոշակի անուններ գործածվում են նաև որպես անձնանուն, ասենք օրինակ Հայաստանը եւ պետության անվանումը, եւ Հայաստան անունով ես ճանաչում եմ շատ կանանց, ասենք դա որպես կնոջ անձնանուն էլ օգտագործվում։ Ասենք այդ դեպքում հարց առաջանում, անձնանուն ասելով իրենք կոնկրետ ինչ նկատի ունեն, ասենք օրինակ սա նաև Նիկոլ Փաշինյանի իրավունքներն են սահմանափակում, իրանք անզգույշ քայլ են անում, օրինակ իրանք հաշվի առնելով որ ինքը կարող է ասի հերիք է էլի ես ժողովրդին տանջեմ, ուզենա մի հատ ստեղծի հերիքնած դաշինք։ Հիմա ասենք թե այդ դեպքում ինչ ալելու, ասենք այդ հերիքնած դաշինքը գրանցվելա թե չէ, որովհետև կարող ասեն դա կնոջ անձնանունա չի կարելի այդ դաշինքով անել։ Դե հիմա ամբողջ խնդիրը այն է, որ իրանք այդ որոշումը կայացրել են, երբ որ նախագահի հրամանագրով ընտրության օրը սահմանված է, հայտարարել են այն ժամանակ, երբ որ արդեն ստեղծվել է ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումով դաշինք, իսկ այդ դաշինքի անվանումը 3 քաղաքական կուսակցություն միաժամանակ ստեղծել է։ Եվ իրենք այդ որոշումը փորձում են կանգնացնել արդեն կայացած դաշինքի հետո։ Բացի դրանից որոշումը կայացնում է, տեսեք, պետք է քանի ասպեկտներ է։ Որոշումը կայացնում է ընդամենը մեկ խմբակցություն, մենք ասում ենք, չէ, ազգային ժողովը։ Բայց պետք է ընդունենք, որ ազգային ժողովը այդ որոշումը կայացնելու ընդամենը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, որը իր հերթին արդեն հայտ է ներկայացրել ընտրությունների մասնակցին, նույնիսկ ցուցակն է հրապարակել, իր նախընտրական ծրագիրն է հրապարակել։ Եվ ինքը արդեն ընտրական գործընթացի մյուս առանցքային մրցակցից, որից ակնհայտորեն զգում է, որ պարտվում է, դրան Չուտոչի տալինք իր նախընտրած ձևով ընտրությանը մասնակցի, այստեղ որևէ բացատրություն գոյություն չունի։ Բացի այդ ասում ենք ընտրական ազգային ժողովը օրենք է ընդունում։ Ազգային ժողովը օրենքը ո՞նց է ընդունում։ Քննարկումների միջոցով, ոչ միայն իրենց խմբակցությունով, այլ լայն քննարկում պիտի լինի, ընտրական գործընթացի մասնակիցների հետ պիտի քննարկվի։ Բայց ով ասում որ պիտի այս ընտրական գործընթացում դա կիրառվի։ Կարան հիմա ենթադրենք այդ օրենքը ընդունեն, ասեն օրենքը ուժի մեջ է մտնում, հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Բայց որտեղ այսինքն նորը խոստովանում են, էլի որ դա կապված է միայն Սամվել Կարապետյանի անվան հետ։ Ուզեք ինձ մի բան հիշեցնել։ Մի քանի օր առաջ ասում է տան խոսակցություն երեխուց իմաց, չէ՞, դες մի հատ բան կա։ Հասմիկ Հակոբյան, պատգամավոր, ասում են միգուցե մենք օրենք ընդունենք եւ Սամվել անունով մարդկանց արգելենք մասնակցել ընտրություններին։ Ասում լուրջ է դրանք այդ բանը։ Քննարկումներ եղել է, հիմա ընտրություն օրենք են ընդունել, որով արգելում են Սամվել միջեմա նկարների հետ էին պայքարում։ Հիմա կապել են անունի հետ, վաղը այսօր կարող է անձնական տվյալներից կոշիկը ռազմեն ճիշտ է։ Ասեն 42 համար ագնող կոշիկ ունեցող չպիտի ընտրությունների մասնակցի։ Ասա, անլուրջ հասկանում եք, հա։ Եթե վախերն ասում։ Ես չեմ կարծում, որովհետև իրանք անընդհատ դա օրական իրանք ինֆորմացիա զեկուցում է, չէ՞, ինչի է այս ամեն ինչը տեղի ունենում։ Էլ այսինքն իրանք իրավիճակ այնուամենայնիվ վերահսկում են։ Այսինքն ստանում են տեղեկություններ, որ սրընթաց կերպով Սամվել Կարապետյանի դաշինքի հեղինակությունը բարձրանում է, ու նաև էապես պայմանավորված է նաև Սամվել Կարապետյանի անձնական հանգամանքներով, այսինքն նաև առաջին հերթին նրա նկատմամբ հանրային վստահությամբ, եւ հիմա այդ ամեն ինչը տեսնելով վախեր են ցուցադրում իրեն։ Իրավական կողմից իրեն ասում են, իրենք ասում են, որ մենք հիմնարար սկզբունք եւ դրույթ չենք կողմում, այսինքն հանձնաժողովների ինտրատեղամասերի կապված եւ Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաները վերաբերվել են հենց այս հիմնարար սկզբունքներին։ Սա անվանումը հիմնարար սկզբունք։ Սա ամենահիմնարար սկզբունքն է, որովհետեւ սրանով թույլ չեն տալիս քաղաքական միավորին, ով որ արդեն ստեղծվել է, որում ընտրական օրենսգրքի ոչ տրամաբանությամբ, այս պահին դեռևս օրենքը չի ընդունվել, բայց այս պահին ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի դաշինքը ստեղծվել է եւ ստեղծված դաշինքին զրկել իր նախընտրած անվանումով
ընտրական գործընթացի մաս դրանից ավելի հիմնարար բանն է, սա ավելի հիմնարար է, քանի դեռ ընտրական տեղամասի հասեն մարզադպրոցից, չգիտեմ, երաժշտական դպրոց տեղափոխելու։ Միջալոց ես մի բան էլ ասեմ, դուք մեր գործընկերոջը հարց տվեցիք, Հայաստանի ազգային հերոսներ Շարլ Ազնավուրը, Քրկ Քրկորյանը, Էդուարդո Էրնեկյանը ունեցել են նաև այլ պետությունների քաղաքացիություն, իսկ Նիկոլայ Ռիշկովը միայն Ռուսաստանի քաղաքացի։ Նրանք ազգային հերոսներ են։ Կարող եք իրավական առումով հասնել այս սահմանադրական դատարաններով տեսնեք ինքեր իրավական առումով սա կանխել։ Ինքերը ակնհայտ է, այսինքն ակնհայտ է, որ սա հակասահմանադրական է, որովհետև ընտրական իրավունք է խաթարում, որոնք ոչ միայն քաղաքական գործընթացին մասնակցողի ընտրական իրավունքն է խախտում, որը իրավունքի էլի տեսական, այլ նաև ընտրողի իրավունք է խախտում, որովհետև հնարավորություն չի տալիս մարդուն ըստ դրա ընտրություն կատարել։ Ակնհայտ մի քաղաքական միջամտություն ընտրական գործընթացի մասնակցի կողմից։ Սա ակնհայտորեն իրավականորեն բոլոր իրավական մեխանիզմները կիրառվելու են, բայց մինչև իրավականին հասնելը պետք է ազգային ժողովում հասկանալ, որ այստեղ ժողովուրդ է, որ այդ իրանք կարող է մի նախադասությունից կազմված օրենք են ընդունում Եվրոպական միության անդամակցելու, որտեղ նույնիսկ Եվրոպական միության անուն է սխալ գրում։ Իրանց պատկերացումները, բայց մենք իրական պատկերացումներ ունենք ժողովրդավարության։ Ես Եվրոպական առանցքային երկրներից մեկում Հայաստանի դեսպան եմ եղել։ Ես Եվրոպայի խորհրդի անդամ երկրի քաղաքացի եմ եւ ես չեմ կարա հանդուրժող վերաբերմունք ունենամ ժողովրդավարության հանդեպ այդ վերաբերմունքի, որը ցուցաբերում է ենթադրենք դրա հետ ոչ մի առնչություն չունեցող Արուսեկ Գյուլակյանը։ Իրատոնը շնորհավոր։ Կարեն ունենային։ Դա արդեն ինքը ոնց որ ներողություն խնդրել է դրա կապակցությամբ։ Տանապես Անդրանիկ Քոչյանի ասածն ինչքան ճիշտ մեկնաբանեք, ինքան իրավունք ունի։ Մարդաշինություն է ցուցաբերում չեմ մեկնաբանում։ Հարգելի հետևողներ, կզրուցենք Ալիկ Ալեքսանյանի հետ։ Պարոն Ալեքսանյան,